կարգը, որ անցի 4-ին ընդունեցինք, ըստ էության կարգը մշակվել է ՆՌԱ-ի հետ համատեղ, եւ այնտեղ կոնկրետ բովանդակության հետ կապված հողում է արվում տեսահոլովակական մեդիա։ Այսինքն դուք այլևս երբ որ քարոզչական նյութերի ռոլիկները ներկայացնեք ձեզ մոտ, դուք ազատ եք առաջնորդվել տեսահոլովակական մեդիայով, որովհետև 21 թվականին եղել են դեպքեր, երբ որ ակնհայտ հայոյանք, վիավորանք պարունակող հոլովակներ էին ներկայացրել հեռուստաընկերություններին եւ հեռուստաընկերությունները, այսպես ասած, փակուղում էին հայտնել, որովհետև իրենց օրենսդրության, այսպես ասենք, իրենց համար մայր օրենսդրության տեսահոլովակական մեդիայի տեսանկյունից ինքը արգելված է նման կոնտենտը հեռարձակել, բայց ընտրությունների քարոզչական տեսանկյունից չկար որևէ նորմ, որ արգելում էր ընտրություններում գրանցված քաղաքական ուժի կողմից ներկայացված հոլովակը եթեր չհեռարձակվի։ Մեր կարգը նորմատիվ իրավական ակտ է եւ դուք այլևս ազատ եք այդ տեսակետից գնահատելու, որովհետեւ այն միջավայրը, որը որ քարոզչությունը պիտի չվերածվի փոխադարձ վիավորանքների, քարոզչությունը պիտի լինի բանավեճ, այդ բանավեճը երբեմն կարող է լինել սուր, երբեմն կարող է լինել, այսպես ասած, շատ խիստ քննադատական, բայց ինքը չպիտի լինի փոխադարձ վիավորանքների միջավայր։ Սա ամենակարևոր հանգամանքն է, ու չնայած պարոն Հակոբյանը տարանջատեց ներկայացնելը, որ կուսակցությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովը զբաղվել է կուսակցությունների շահերի պաշտպանությամբ, իսկ մեդիայի շահերը, այսինքն տեսահոլովակական մեդիայի շահերը ՌԱՀ-ն են պաշտպանում, ես ասում եմ ոչ։ Մեր համար բոլորի շահերը, մենք բոլորի շահերը ենք, կայուն բոլորի շահերն են պաշտպանել, ու այս դեպքում մեզ դա առաջին հերթին դա մեզ է, որովհետև այդ միջավայրը, որտեղ որ բոլորի իրավունքները պաշտպանված են, դա նշանակում է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ստացվել է։ Այսինքն ես շահագրգիռ եմ ընտրությունների մասնակից, ընտրությունների դերակատարություն ունեցող ցանկացած սուբյեկտի իրավունքների պաշտպանություն։ Եվ մի հորդոր, որ ուղղակի պահանջեք ձեր լրագրողներին ընտրությունների լուսաբանող, այսինքն դաշտուս եկող դրսում աշխատող ձեզ կոնտենտ բերող գեներացնող լրագրողներին, որպեսզի ընթերցեն ընտրական օրենսգիրքը։ Խնդրանքս, հորդորս դժվար չի, ընդամենը կոնկրետ եթե ասենք քարոզչական բլոկի հոդվածները 4-ն են։ Հող ընթերցեն, եթե որևէ հարցեր կան, կարող են մեզ դիմել։ Սա եւ վերջերս ունեցել եմ գործընկերներից, լրագրողական աշխարհի գործընկերներից, հետաքրքիր թե ինչպես քարոզչությունը, ինչպես կազմակերպել, որպեսզի չմեղադրվեն։ Իսկ շատ կրկին բանաձևը հավասար եւ ոչ խտրական պայմաններ։ Եթե որևէ այս 29 օրերին, այսինքն մայիսի 8-ից մինչև հունիսի 9-ը, եթե որևէ ծառայություն եք մատուցում, որևէ քաղաքական ուժի, անկամ դուք պատրաստվում եք այդ ծառայությունը մատուցել բոլորին, չի կարող։ Նույն պայմաններով դուք այլ պայմաններում ես ձեր եթերային քաղաքականությունը ամեն ինչը կարող է շատ տարբերել։ Այս 29 օրը պիտի լինի բոլորի համար հավասար եւ ոչ խտրական։ Մենք չպիտի սա ինչի համար ասում, որովհետեւ երբ որ դա չի ապահովում, մենք ստանում ենք ցենք կուսակցությունից կամ դաշինքից դիմում, որ այ որ իրենք չդիմեցին էսի հեռուստաընկերության եւ այլն։ Մենք էլ բնականաբար դա հաջորդ քայլը դիմենք ՌԱՀ-ին, հրստե շղթական նման։ Իմ ակնկալիքն այն է, որ նման երևույթ չունենա, նման
նման բան տեղի չունենա եւ մեր խնդիրը մնա մեր քաղաքական գործիչներին, այսպես համոզելը, որ իրենց խոսքում վիավորանք եւ սուր քննադատություն վիավորանք չպետք է։ Հասկանում եմ, որ այս process-ը շատ իվերջո արժանապատվությունները երկրի քաղաքական կյանքում ամենակարևորագույն իրադարձությունն է եւ բնական է, որ պիտի երբեմն մեր ամբողջ հանրությունը կարող է լավության մեջ լինել։ Ու խոսքով պահանջեք, որպեսզի ձեր լրագրողները քննական լեզվի կարդան։ Սա իմ խնդրանքն ու հորդորն է։ Համոզված եղեք, եթե կարդան, իրենք էլ ձեզ շատ կօգնեն, որովհետև հասկացա։